Հայաստանում անցած տարվա մայիսից պակասել ու շարունակում է նվազել ոչխարի բառաճը նույնիսկ եզդիաբնակ գյուղերում, որտեղ բնակչությունը հայտնի է հիմնականում ոչխարաբուծությամբ։ Մենք հայ ենք դարձել, անասուն չենք բան, ուրեմն հայ ենք։ Էլ անասուն չունենք։ Հայաստանի ոչխարները սահման են հատում, այստեղ բուծած ոչխարի արժեքը հարևան Իրանում ավելի լավ գիտեն։ Իրանը որպես ոչխարի իրացման լավագույն շուկա Հայաստանում հայտնի է դարձել անցած տարվա մայիսին, երբ մեծ գլխաքանակներով Հայաստանից սկսեցին կենդանի գառ, ոչխար ու ոչխարամիս արտահանել։ Ինչ որ ունենք, պարսիկները տարան, մենք գործազուրկ նստել ենք, սպասում ենք, բոլորս էլ մի տանը չենք, մի հալի ենք։ Պարսիկները տարան, մենք մեր ձեռով տարանք։ Մի քիչ թանկոտել, թամայություն արի, ծախին գնաց։ Եթե մարդը ասենք չի կարում պահի, գինը լավ հարմար գնով տալիս են, խիպրի չտա որ։ Խոտը թանկա, ջուր չկա, պահելը աննարա։ Բայց Հայաստանը առանց ոչխարի ինչ է։ Հայաստանը առանց ամեն ինչի, առանց ոչխարի չի։ Ոչ մի բան չկա, թե դա չէ։ Մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Զվարթնոց գյուղը, ազգությամբ եզդի գյուղացիներն ասացին, որ իրենց ոչխարի ամբողջ գլխաքանակի մոտ 80%-ը վաճառել են։ Անասունի նախկին գլխաքանակը վերականգնելու համար տարիներ պետք կլինի։ Զեհար Ռավոյանը Հայաստանի եզդիների միության նախագահի տեղակալն է, Զվարթնոցում է ապրում, նաև զբաղվում է ոչխարաբուծությամբ։ Ըստ բոլորն էլ տոկոսի տակ են, պարտքի տակ են, որ ձեռտվեց իրանց տոկոսը պարտքերը փոխեն։ Ինչի կառավարությունը տեղյակ չի, ինչ է կատարվում իր կառավարությանը։ Հենց պետության ղեկավարներն են կազմակերպում, իրանց համար բիզնես են անում։ Ինչի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տվյալներով 2009 թվականին Հայաստանից արտահանվել է 141,000 գլուխ գառ ու ոչխար, որը 65%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Արդյունքում Հայաստանում մի քանի ամսվա ընթացքում գառի եւ ոչխարի մսի գինը 3-ից 4 անգամ թանկացել է։ Նախկին 1000-ի փոխարեն այսօր նույնիսկ մինչև 4000 դրամ է հասնում 1 կիլոգրամ մսի գինը։ Գյուղատնտեսները մտավախություն ունեն, որ գնի թանկացում կլինի նաև տավարի մսի դեպքում։ Տավարի միսն արդեն տավար են տանում արդեն։ Տավարի միսը, որ արդեն հանրապետությունով մեկ տանում են էլի անասունները, տավարները։ Այո, արտահանում կա, լուրջ արտահանում կա արաբական, ուրեմն Պարսկաստան, արաբական երկրներ, որը որ գովելի է ճակերտերի մեջ։ Վերջերս մի չինովնիկ փորձեց արդարացնել, լավ է գյուղացին թանկ է վաճառում, ցավոք սրտի, ուրեմն ոչխարի հոտի մայրական կազմի, ուրեմն խախտում եղավ, նվազեց մայրական կազմը։ Այսինքն կոպիտ բացատրեմ, ոնց որ գործարանը արտադրանք ունի, արտադրանքը սպառում ունի եւ գործարանը տերը որոշեց ուրեմն հաստոցներ վաճառել։ Անհանգստությունն արդեն տեղափոխվել է մսի վաճառքի կետեր։ Մսավաճառները որպես բողոքի նշան մի քանի օրով փակել էին իրենց վաճառքի կետերը։ Ասում են, որ այլևս դժվար է նախկին գներով միս ձեռք բերել գյուղերից։ Այս աշխատանքն ենք մենք կատարում։ 10-20 դրամ, որ մեր երեխեքին պահենք։ Փակել են, մտող չկա, ու վրա ենք ծախելու։ Արդյունքում մսի տեղի գնորդները պակասել են։ Մի գոյության համար ենք ապրում, ոչ շորի, ոչ կեցվածքի, ոչ վեշի, որ միակ բանը սնունդա միսը բոն է երեխան, ամիսը կես անգամ, կես կիլո միս չսնվի, լա ձերքեզ նկարի, ձերքեզ վիճակը, հավաքարար եմ աշխատում մսի տեղը, 5 հատ մսի տեղ աշխատում եմ, որպես ես 2000 դրամ տանեմ թորնից։ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան պնդում է, որ վիճակը կառավարելի է եւ Հայաստանի ոչխարների պահանջարկը Իրանում ժամանակավոր է եւ գները դարձյալ կիջնեն։ Չի կարող պատահի գարամիսը մայիս ամսից մնա նույն գինը։ Միանշանակ գարամիսի տենց բան գոյություն չունեն գերով այնսան, ձեր գյուղատնտեսության նախարարությունը հիմնված է միայն ստերի վրա։ Դուք ասում եք սենց ալնելու, բայց դուք ոչինչ չեք բացատրում, փաստեր չեք բերում։ Պարոն Մամոյան, ձեր ասած ընդհանրապես չի անպատասխանական, դուք Արդեն նախկին անասնապահներն ու մսավաճառները պահանջում են պետությունից կանխել անասունների տարերային արտահանումն ու օգնել Հայաստանում վերականգնելու եկամտաբեր դարձած ոչխարաբուծությունը։